Բարի լույս եւս մեկ անգամ շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ Կադանս նվագախմբի եւ պարախմբի բացառիկ մեկնարկը մեծ համերգային ծրագրով տեղի կունենա հունիսի 17-ին ժամը 19-ին։ Կադանս անսամբլը իր ամբողջ կազմով օպերային թատրոնի կամերային նվագախումբը Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ կներկայանա բացառիկ կոլաբորացիայով Մեղեդու եւ Պարի սինթեզը օպերային թատրոնի բեմում։ Եվ այս առիթով մեր տաղավարում շատ տաղանդավոր մարդիկ են։ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար, Կադանս անսամբլի մենակատար Շքեղ եւ Նուրբ Սոֆի Միքայելյանը։ Հրաշալի շատ տաղանդավոր Հարություն Թոփալիդիս, խորեոգրաֆ Կադանս անսամբլի մենապարող, եւ էլի շատ շքեղ եւ գեղեցիկ Նարի Կարապետյանը Կադանս անսամբլի մենապարող։ Հրաշալի մարդիկ են մեր տաղավարում, շատ տաղանդավոր, այո, ու պրոֆեսիոնալ ամենակարևորը։ Բարի լույս, Ոնցեք։ Հիանալի։ Խոսենք հենց համերգից, հա, վաղը Կադանսը արդեն այսպես հետաքրքիր մոտեցմամբ պարային, երաժշտական ունենալու է շքեղ համերգ։ Ինչ է սպասվում մեզ։ Ունայեցինք իրար, ես ու Հարություն։ Ով կխոսե։ Սոֆի ջան, դու ներկայացրու։ Ես փորձեմ ներկայացնել։ Կարծում եմ, որ կարելի է այստեղ մի հատ հետաքրքիր բառ օգտագործել, էկլեկտիկա, որը որ եթե ես չեմ սխալվում հունարենից, եթե թարգմանենք, նշանակում է ընտրություն, ընտրել, կարծեմ։ Եթե չեմ սխալվում, ինչու եմ հենց այդ բառը օգտագործում, որովհետև հենց այդ բառն է բացատրում մեր կոլաբորացիան, որովհետև կարելի է ասել, որ այստեղ տարբեր ոճային, տարբեր ժանրային եւ երաժշտական արվեստի ֆորմայի միասնություն է, բայց անկեղծ ասեմ, ինձ թվում է Կադանսը շատ վաղուց է երազել նման նախագծի մասին եւ վերջապես մենք դա իրականացնում ենք, կլինի իհարկե անպայման արգենտինական տանգո եւ մենք վայելում ենք ամեն մեր վարկյանը, ես ասեմ համատեղ աշխատանքի, ինձ թվում է փորձերը անցնում են շատ հաճելի, շատ առողջ աշխատանքային մթնոլորտում ու հուսով եմ, որ այդ ամեն ինչը մեր ամբողջ այդ տրամադրությունը վաղը կզգա մեր հանդիսատեսը բացի արգենտինական տանգոներից բնական է եւ կլինեն ուրիշ շատ գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք որ մենք շատ սիրում ենք եւ նրբորեն ու շատ նրբանկատ ենք իրենց վերաբերվում դե չեմ ուզում ամբողջ ծրագիրը բացահայտել, որպեսզի ինչ-որ անակնկալ մնա, ամենայն դեպս այո, որպեսզի ես այստեղ ամենուր երաժշտությունը չեն կարող հիմա վերարտադրել։ Թղթերը չբացենք, էլի Շատ լավ։ Դե պարային, ասեք ինչ է մեզ սպասում, ինչ հրավառություն, տանգոների շքերթ։ Սուրենը կլինի Հարություն, տանգոների շքերթ։ Ասեմ մի գաղտնիք բացեմ, վերջերս կայացավ Այքես հարսանիք բացօթյա հրաշալի ներկայացումը եւ իմ շքեղ տանգոյի հեղինակը Հարութ Թոփալիդիս ինքն էր բեմադրել ամբողջ բառը, տանջել ինձ այդ ընթացքում։ Պատրաստ։ Դե Հարութ ջան, պատրաստել։ Դե համերգին իրականում լավ սիրուն տանգոներ է սպասվում հանդիսատեսին, սիրով հրավիրում ենք բոլորին, թող գան, տեսնեն, կարծում եմ մեր այս պրոյեկտը նախադեպը չունեցող է։ Չի եղել սենց բան, ես կարծում եմ, չէ՞։ Կհավաստեք դուք։ Ես եմ կարծում, որ ինձ թվում է եղել է երևի նախագծեր, որոնք որ հայ երաժիշտներին կամ հայ պարողզույգերին միացրել է Արտասամանյան ինչ-որ կազմերի հետ երաժշտական նման բաներ եղել են իհարկե, բայց այնպես որ մի բեմում լինեն Նամանավանդ ասեմ, քանի որ կոչվում է Կադանս ու ինքը այսպես իրոք մեծ միասնություն է դարել, մենք փաստորեն մեծ երաժշտական հետաքրքիր ընտանիք ենք, սա երևի առաջին անգամ է, համենայն դեպս ես չեմ հիշում նման պրոյեկտ, որ եղել է։ Միգուցե եղել է չեմ տեսել։ Շատ լավ, քանի որ Քնարիկը եւ Հարութը ամուսիններ են, ես ինձ մի այսպեսի հարց եմ միշտ հետաքրքրել, երկուստ էլ պրոֆեսիոնալ պարային ասպարեզում
հզորներն եք, հա։ Ինձ հետաքրքիր է Mr. եւ Mrs. Smith կարգախոսը տան աշխատում, հա, ջղայնանակ, իրար վրա գորգրակ, հետո տանգոն բարեք արգենտինական ու ամեն ինչ ընկնի իր տեղը։ Տանը չի աշխատում, բայց փորձածները Փորձերի ժամանակ հալինում այնց այդ միստերի միստը։ Շատ լավ, Քնար ջան, հիմա դու պատմիր, տեսնեմ ինչ է մեզ սպասում, ես այստեղ մենք էկրանի վրա արդեն հասկանում ենք, բայց ավելի Ձեզ սպասվում է հրաշալի համարներ, իրենց լուծումներով, շատ հետաքրքիր լուծումներ կան համերգի ժամանակ, որ հանդիսատեսը ներկա գտնվի, կարծում եմ կփաստի հետագայում դա, որ շատ հետաքրքիր լուծումներ են լինելու, տանգոների բեմադրությունները մեկը մեկից հագեցած են, Այո, եւ ունենք բեմադրություններ, որոնք որ արել է Հարութը, բայց նաեւ ունենք, որ արել են Պետրոս Աֆարյան, որը նույնպես իր գործի վարպետն է եւ Գեորգին Բաբայան, որոնց շնորհակալություն եւս, որ բեմադրությունները մեր ավելի հագեցրել են, այսպես ասած։ Բոլոր գործեր են ուղեկցվում պարերով։ Ոչ, ամբողջ համերգի ընթացքում ոչ, գործեր կան, որոնք ուղղակի հանդիսատեսը պետքա լսի։ Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում է, նախ որովհետև տրամադրության տարբերություն կլինի, երկրորդ եկեք հիշենք վերջապես, որ այս մարդիկ հսկական ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում, այո, եւ ուզում եմ ասել, որ չնայած երաժիշտը միշտ շատ մոտ է կանգնած բարողին, սակայն ինչքան էլ դու մոտ ես, դու այդքան չես գիտակցում ինչքան իրոք ծանր է այդ աշխատանքը, երբ որ մենք սկսեցինք շատ սերտ կապեր ունենալ, այսպես ասած, այո, աշխատանքային պրոցեսը սենց կիսել, այդ ժամանակ դու հասկանում ես, որ իրոք կասկադյորություն է, դա, ու շատ վտանգավոր պրոֆեսիա է, մասնագիտություն է, որովհետև այո, ամեն քայլափոխին կարող է լինել ինչ-որ մի բան, մենք տեսնում ենք անդադ մեկի մեջքն է ցավում, մեկի ձեռքն է ցավում, մեկի ուսն է վիրավոր, ու անընդհատ սրսկելով, դեղերով, բավականին բարդ վիճակ է, բայց իրենք շատ ձիգ են եւ հերոսաբար շարունակում են իրենց գործը, շատ կարևոր է։ Իսկ նվագախմբի ներկայությամբ ելույթ ունենալը եւ առանց նվագախմբի այս ինչ տարբերություն եւ ինչ զգացողություն է, պատասխանատվությունը կրկնապատկվում է։ Այդ հարցը այնքան եմ սիրում ես։ Շատ են տվել։ Որտեվ չէ, ոչ թե ճակերտներում, այլ իրոք։ Իրոք, հա, որովհետեվ կենթանի երաժշտության հետ աշխատել բեմում, այդ դա մի հատ չեմ կարող բացատրեմ, ինչ աշխարհ է, մի հատ լրիվ ուրիշ բան ոնց որ լինի։ Ինչ ուղակի ֆանագրամա միացնես, պարես, շատ լավ երաժշտություն լինի, դու էլ շատ լավ պարես, հա, շատ ամեն ինչ թույն է, բայց երբ որ մարդիկ նվագում են այդ երաժշտությունը քեզ համար ու դու բեմում աշխատում ես, դա մի հատ լրիվ ուրիշ բան է։ Ուրիշ բան։ Իսկ իմ համար ես մի անգամ եմ ասել, երազանք ա եղել իրանց հետ, կադանսի հետ լինել մի բեմում, երդվում եմ, դա եղել է երազանք ու չգիտեմ, կատարվել է այդ երազանքը իմ մոտ։ Դա ասում են երազելուց զգուշ եղեք, հաճախ կատարվում է։ Հարութ, ավելի շատ անհանգստանում եք, երբ որ դուք եք բեմում, թե երբ որ մարդիկ են, որոնց բեմադրությունը դուք եք արել։ Օրինակ ես, երբ որ պարել ձեր պարը, որ այդ ներկայացումը մեջ շատ ցայտուն երում է, դու ավելի անհանգիստ ես, թե ավելի անհանգիստ ես, երբ որ դուք եք բեմում։ Չէ, օրինակ ես կպատասխանեմ, որ երբ որ բեմադրություն եմ կատարել ու նայում եմ ոնց են աշխատում։ Ես չկամ, բայց այդ վաղտ ավելի անհանգիստ եմ լինում։ Այո, իհարկե, որովհետև եթե ես վատ պարեմ, կասեն ես, ինչ վատ պարա դնել։ Դու երբեք չես կարող վատ պար դնել, որովհետև դու այս ասպարեզում, դուք ընդհանրապես այս ասպարեզում հզորներն եք։ Ուզում եմ ձեզ նվիրել Էջևանի Սարգոն կարմիր չոր գինի, որպեսզի արդեն վաղը համերգից հետո բացեք, հենց տանգոյին համահունչ տրամադրությամբ վայելեք այս գինին, եւ բացիկներ, որոնք սեր խոստովանելու համար են։ Ես գիտեմ, թե ինչքան շատ սեր կա ձեր ընտանիքում։ Դե քանի որ Mr. եւ Mrs. Smith կարգախոսը ձեր ընտանիքի մեջ չի աշխատում, որտեղ այնտեղ սերը շատ է, Քնար ջան, հենց Հարութը ջղայնացնի, սա նվիրի իրեն, վերև, սիրո ճամփով դեպի վերև, Հայկոյի խոսքերը։ Դու էլ հենց քնարիկից մի փոքր նեղանաս, որովհետեւ այդ օրը չի հասցրել բան պատրաստի քեզ համար,
պարզապես ցանավիր իր հետ նայր ու տես, որ քեզ սիրում եմ, էլի Հայկոյի խոսքերից։ Սոֆի, շքեղ մարդ, ես ուզում եմ քեզ նվիրել քո ճամփի արահետները ինձ ծանոթ նորից բերում են ինձ քեզ մոտ։ Սա քեզ։ Նվիրենք այս բացիկներն են մարդկանց, ովքեր թանկ ու կարևոր են մեզ համար, եւ իհարկե թանկ ու կարևոր է արվեստը, որը դուք արդեն վաղը կարարեք բեմում։ Սիրով սպասում ենք բոլորին։ Շնորհակալություն։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հունիսի 17-ին ժամը 19-ին Կադանս անսամբլը իր ամբողջ կազմով օպերային թատրոնի կամերային նվագախումբը Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ կներկայանան բացառիկ կոլաբորացիայով Մեղեդու եւ Պարի սինթեզը օպերային թատրոնի բեմում։ Սպասում ենք բոլորին, իսկ այս պահին կարճ դադար, հետո կվերադառնանք ու կշարունակենք եթերը։